Պարզ է, որ հեղինակավոր լրատվամիջոցները, հատկապես Insider-ը, Dossier-ն եւ այլն, նման հետաքննությունները շատ ավելի մեծ ուրեմն արձագանք են եւ ռեզոնանս են ստանում։ Եվ եթե մի քանի օրով լինես Ուկրաինայում, կհասկանաս, որ իսկապես այն լրիվ ուրիշ իրավիճակ է եւ դա պատերազմ է, դա լայնամասշտաբ պատերազմ է իր ամբողջ վատ հետևանքներով։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք Civilnet-ի մեկնաբան Արշալույս Մղդեսյանի հետ, ողջույն Արշալույս։ Ընտրական շրջանում ենք եւ դրսից նաեւ հետաքրքրությունը մեր ընտրություններին շատ է ու ամենաակնհայտ հետաքրքրության արտահայտումները թերևս մեկ շաբաթվա ընթացքում 4 կամ 5 անգամ ռուսալեզի ու լսարանի համար արվող նյութերն էին։ Դոսիեն արեց հրապարակում, Պիվավարովը հատուկ նյութ պատրաստեց, Վարլամովը երկար խոսում էր Հայաստանի-Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Ինչպես եք բացատրում դուք այդ հետաքրքրությունը։ Աշխարհաքաղաքական հետաքրքրություն, այսինքն առհասարակ դրսի հատկապես ռուսախոս լսարանի համար շատ լավ վաճառվում է, երբ որ ասում ես ինչ որ մի երկիր, որ եղել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության արեալում, հիմա վերակողմնորոշվում է կամ կողմնորոշվում է այլ ուղղությամբ, վեկտոր է փոխում աշխարհաքաղաքական, դա ռուսական աուդիտորիայի համար, ռուսալեզու աուդիտորիայի համար, որը երկար ժամանակ իհարկե սովոր է, հատկապես ռուսաստանյան թոք-շոուների ֆոնին սովոր է այդ տեղեկատվությունը կլանելու, ընդունելու, վերցնելու, առնելու, այդ նմանատիպ մոտավորապես նարատիվներով տեղեկատվություն փորձում են նաև այդ թվում անկախ բաները վաճառել իրենց լսարանին եւ դա միլիոնավոր դիտումներ է ունենում։ Իրականությունը մի փոքր ավելի բարդ է, քան իհարկե ներկայացվում է շատ հաճախ բավական մի փոքր պրիմիտիվ Հայաստանը, չգիտեմ, ռուսական կողմնորոշում ուներ, հիմա ինչպես որ Վրաստանը, նախորդ ինչպես որ դրանից հետո Ուկրաինան, հիմա մոտավորապես նույն կամ դրանից հետո Մոլդովան, մոտավորապես նույն ռելսերի վրա է կանգնում եվրոպական, դա շատ լավ վաճառվում է, փորձում են դա ներկայացնել։ Գուցե ոչ միայն Ռուսաստանում ապրողների համար, այլ նաև, ասենք, չգիտեմ, Միջին Ասիայում էլի սովետական ռուսախոս երկրների համար, որովհետև ռուսալեզու աուդիտորիայի համար, որովհետև ոնց որ թե, ասենք, Հայաստանը այդպես դիրքավորված ահագին պոպուլյար է, նաև Հայաստանի վարչապետն է իր սոցիալական ցանցերում ահագին պոպուլյար, գուցե դրա հետ է կապված, հա։ Միանշանակ, որովհետև եթե մենք խոսենք օրինակ մեր գործընկերների հետ, նույն կամ մեր ծանոթների հետ Կենտրոնական Ասիայի երկրներում կամ խոսենք Վրաստանում, խոսենք այդ երկրներում, ընդհանրապես Հայաստանի թեման շատ պոպուլյար է այդ երկրներում, անգամ այնքան է պոպուլյար, որքան մենք կարող ենք չպատկերացնել, որովհետև այնտեղ էլ կան կենտրոնախույս տրամադրություններ, այնտեղ էլ մոտավորապես ոնց էինք մենք ժամանակին օրինակ Վրաստանի кейսը մեր վրա փորձում տեղայնացնել շատ հաճախ եւ այդ շորը փորձում էինք մենք էլ հակնել մեր վրա, տեսնել թե ինչպես կարող է լինել, մոտավորապես նույն ձևի հիմա հայկական кейսը այդ օպտիկայով շատ հաճախ նայում են նաեւ օրինակ կենտրոնասիական երկրներում եւ երբեմն որ եղել է տարբեր ֆորումների շրջանակներում ես ծանոթացել եմ, տեսել եմ, չեմ խոսել եմ մեր գործընկերների հետ, տրամադրությունները մոտավորապես այսպես ոնց ասեմ ոնց որ ֆուտբոլի ֆաները լինեն, հա, վայ ձեր վարչապետը կարողանում է Պուտինին ասել այսպես, այնպես, չգիտեմ, հակադարձել իրեն, այ մեր ղեկավարները չեն կարողանում անպայման մենք Հայաստանի հետ ենք բան, այսինքն այդ ֆանատիկ որոշակի դրսևորումներ կան, անգամ պրոֆեսիոնալների մոտ ի դեպ էլի, այսինքն մարդկանց, որոնք իսկապես ունեն որոշակի տրամադրություններ որպես մարդիկ եւ այդ նույն վիդեոները տեսանյութերը այդ առաջարկը բավարարող այդ պահանջարկը բավարարող առաջարկ է։ Դա, ասենք, Վարլամովի եւ Պիվավարովի դեպքում օրինակ, բայց օրինակ, ասենք, Դոսիեն հետաքննություններ, կար էլի Խրոնիկա Կավկազ անունով կայք, որը հասկանալի է այդքան էլ հայտնի չէ, կարելի է դիտել որպես clickbait կայք կամ անհայտ ծագման կայք, բայց մի քանի հրապարակում նաև այսպես արտահոսած փաստաթղթեր էին ներկայացնում այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ազդել այս ընտրությունների վրա եւ հատուկ հիբրիդային գործողություններ անում, եթե ոչ կիբերգործողություններ եւ ըստ էության կարող ենք դիտարկել նաեւ որպես աջակցություն գործող իշխանությանը այդ հրապարակումները։ Դա ինչպես կգնահատեք։
Այն, որ Ռուսաստանը փորձում է ազդել տարբեր երկրներում, որոնք գտնվել են ժամանակին մետրոպոլիայի վերահսկողության տակ եւ հիմա փորձում են ինչ-որ չափով իրենց համար այլընտրանքներ ստեղծել, որը վերակողմնորոշում է, որ այլընտրանքներ է ստեղծում, դա եւ ինքը փորձում է այդ տրամադրությունների վրա ազդեցություն ունենալ, դա միանշանակ է, այսինքն դա հերքել կամ, չգիտեմ, փորձել դրա մասին ասել, որ չնման բան չկա, դա անիմաստ է։ Անզեն աչքով է դա տեսանելի, թե որտեղից ինչ ցակման ֆակտ չեկերները ավելի լավ են, փաստաշտուգողները ավելի լավ են դրանք տեսնում, թե որ կենտրոնից կամ չգիտեմ որ ինչ որ արշավներ կան, հա, այդպես ապատեգատվական, որ արշավների շրջանակներում ինչ տեսանյութեր են ձևավորվում, ստեղծվում եւ տարածվում ինչ ալիքների միջոցով, դա միանշանակ է եւ դա շատ հաճախ դրա վերաբերյալ հետաքննություններ անել, այսինքն մեր փաստաշտուգողները ամեն օր են անում նման հետաքննություններ։ Պարզ է, որ հեղինակավոր լրատվամիջոցները, հատկապես Insider-ը, Dossier-ն եւ այլն, նման հետաքննությունները շատ ավելի մեծ ուրեմն արձագանք են եւ ռեզոնանս են ստանում։ Իրենք հաճախ նաեւ իսկապես մասնագիտացած են նման հետաքննություններ անելու վրա։ Այնտեղ էլ կարող են հարցեր լինել այդ հետաքննություններին, հա, օրինակ, պարզ է մենք շատերս այդ հետաքննությունները ընդունում ենք որպես հալած յուղ, այսինքն որովհետեւ դե եթե Insider-ն է, ինքը հեղինակավոր է, ուրեմն ճիշտ է, բայց այնտեղ աղբյուրների խնդիր կա, չգիտեմ, պետք է հասկանալ իսկապես այդ աղբյուրները այն է ինչ ասվել է, բայց եկեք ընդունենք, որ իսկապես այդպես է, հա, որովհետև այնուամենայնիվ այնպիսի նյութերը, որոնք վերաբերում են, չգիտեմ, ազդեցություններին, շատ դժվար է, չգիտեմ, 5 աղբյուրից հաստատել այդ տեղեկատվության իսկությունը, հա, եւ քանի որ ենք կանխավարկածից ենք նաեւ շատ հաճախ ելնում եւ այդ կանխավարկածը հաստատված է մեր փաստերստուգողների աշխատանքով, այդ ազդեցությունը միանշանակ կա, այլ բան է, այդ ազդեցությունը որքանով է մասշտաբային, որքան ժամանակին օրինակ Մոլդովայում էր։ Եվ մենք ձեզ հետ մի ծրագրի շրջանակներում եղել ենք Մոլդովայում, այն ինչ որ մեզ պատմում էին Մոլդովայում, այն ինչ որ ես եմ հիշում, այնտեղ ավելի շատ այսպես ռուսերեն խոսքը, հա, Կավրովոյի բամբարդիրովկի, այսինքն տեղեկատվական իսկապես թնդանոթի եւ հրանոթի տակ է գտնվել այդ երկիրը, ոչ միայն տեղեկատվական, այլ նաեւ ֆինանսական։ Հայաստանում գոնե տեղական մեդիա դաշտում այդ նարատիվները այդքան չէ, տեսանյութերի տարբեր fake կեղծ, չգիտեմ, բովանդակության տարածման տեսանկյունից դեռ այդպիսի իրավիճակ մենք չունենք, այստեղ էլի շնորհակալություն փաստերստուգողներին, որովհետև այս ընթացքում արված աշխատանքը որոշակիորեն սանիտարական ինչ-որ sense իրավիճակ է ստեղծվել, որ մեր լրատվամիջոցները անգամ ամենաանդիմադիրները զգուշավոր են այդ հարցում եւ քանի որ Facebook-ում կարող են խնդիրներ ունենալ, իսկ իրենց տրաֆիկի մեծ մասը գալիս է Facebook-ից։ Այսինքն ունենք արտաքին ազդեցություններ եւ այդ տերմինը, որ ասում են կա, չկա, ուրվական է, իրական է, հիբրիդային պատերազմ, ինչ չափով։ Չափել չեմ կարող, այսինքն որևէ մեկը երևի չի կարող, բայց որ կա դա միանշանակ է, եւ կա, բայց որ կա ցանկություն նաեւ Հայաստանի ընտրական տրամադրությունների վրա ազդելու, դա էլ է միանշանակ, բայց ես ինչու եմ ասում տարբերվում է։ Ավելի այսպես մակրո որ նայենք իրավիճակին։ Մոլդովան այնուամենայնիվ Ռուսաստանի համար, եթե քաղաքական ենթատեքստը սրա փորձենք մի փոքր վերլուծել, Մոլդովան Ռուսաստանի համար ուկրաինական գործի, այսպես ասած, кейսի շարունակությունն է։ Այնտեղ կռիվը Ռուսաստանի կենաց մահու է։ Այսինքն դրա համար շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանին կարող է ուշադրություն չդարձնեն, այլ տարածաշրջաններում թուլանան, այդ թվում մեր տարածաշրջաններում, բայց ամբողջ ռեսուրսները կենտրոնացած է ուկրաինական ֆրոնտի վրա իրենց, որովհետև հասկանում են իրենց տեսանկյունից, որ եթե այնտեղ տանուլ տան, շատ տարածաշրջաններում տանուլ կտան, եթե այնտեղ կարողանան ինչ-որ կառավարելի իրավիճակ ստեղծել, ապա կարողանան այլ տարածաշրջաններ հետո փորձել վերադառնալ, կստացվի թե չէ, դա լրիվ այլ խոսք է։ Դրա համար Հայաստանում թե Ռուսաստանի ազդեցության եւ թե աշխատելու գործիքակազմը եւ թե Հայաստանի հակազդեցությունը տարբերվում է Մոլդովայից։ Մոլդովայում հայտարարել են Ռուսաստանին ագրեսոր երկիր ուկրաինական պատերազմի կոնտեքստում եւ ընդհանրապես երկիրը դրել եվրոպական զարգացման ռելսերի վրա։ Ինչ տնտեսական հետևանքներով, բանով, գնով եւ այլ, բայց դա արել է այդ ընտրությունն արել է այդ քաղաքական իշխանությունը Հայաստանում նման ընտրություն չի արվում հստակ, չի ասվում որ Ռուսաստանը, չգիտեմ, ագրեսոր պետություն է, ավելին Հայաստանում փորձում են այդ ազդեցության ուրեմն այդ կոշտ հայտարարությունների էֆեկտը
փոքրացնել, նվազեցնել, ասելով որ Հայաստանը չի պատրաստվում կռվել Ուկրաինայի հետ, այս բանը չի պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ, այսինքն թե այնտեղից ազդեցության ձևերը, թե այստեղից հակազդեցությունը տարբերվում են։ Բայց ակնհայտորեն վերջին շաբաթվա ընթացքում, վերջին 10 օրերի ընթացքում Ռուսաստանից հնչող հայտարարությունների թիվը, այսպես ասած, աճում է եւ ազդեցության փորձերն են աճում։ Օրինակ, նաեւ հետաքրքիր է մեր հասարակությունում շատ քննարկվեցին հենց սոցիալական ցանցերում կայքերը վերահրապարակեցին ինչ-որ դեպքերում ասավ հեռուստատեսություն դոսիեի ինսայդերի մյուսների արած հետաքննությունները, արտահոսած տվյալները։ Բայց տպավորություն կա, որ այն ավանդական մեդիան, որ Հայաստանում կա ռուսական, իդեմս RTR, Planeta-ի, ORT-ի, մյուսների, որոնք որ պոտենցիալ շատ մեծ լսարան ունեն, առնվազն այսպես քննարկումների մակարդակում իրենց հնարավոր վերլուծությունները եւ վերլուծությունների միջոցով ազդելը Հայաստանում մեդիա լսարանի վրա ոնց որ չի նկատվում, չգիտեմ, այդպեսի տպավորություն ունեմ։ Չգիտեմ Գեգամ ջան, որովհետև չեմ դիտում առհասարակ այդ հաղորդումները, հեռուստատեսություն շատ քիչ եմ դիտում առհասարակ։ Այն ինչ որ դիտում եմ YouTube-ում եմ դիտում այն կտորները, որ հայտնվում են, այնտեղ են հայտնվում։ Առհասարակ ռուսական ենթադրում եմ ես այդպես կարող եմ սխալվել, առհասարակ ռուսական հեռուստաընկերությունների ազդեցությունները թեպետ եւ նրանք հանրային մուլտիպլեքսում են աշխատում եւ դա ըստ վերլուծաբանների, ոլորտի փորձագետների, մեդիա էքսպերտների չտեսնված մի բան է, շատ երկրների հետ համեմատ, անգամ Բելարուսում, եթե չեմ սխալվում, նման իրավիճակ չկա, բայց այնուամենայնիվ ինձ թվում է, որ իրենց ազդեցությունը հայկական լսարանի վրա մի փոքր շատ հաճախ ուռճացվում է, քան իրականում կա, որովհետև այնուամենայնիվ Հայաստանը դա սա հայալեզու լսարան է, այստեղ հայալեզու կոնտենտն է շատ ավելի մեծ ազդեցություն ունենում, քան այլ կոնտենտներ։ Ռուսալեզու կոնտենտը ընդհանրապես հատկապես տեքստերի մասին, եթե խոսում ենք, եթե նայենք այն ժամանակ Circle.am կար եւ կարողանում ենք չափել, իհարկե հիմա ինտերնետը տարածվել է, Telegram կա եւ այլ, բայց ժամանակին 3000-ից 5000 դիտում էր ունենում ռուսալեզու կոնտենտը հայկական մեդիա ոչ թե տեղեկատվական միջավայրում, այսինքն այդքան էր օգտագործվում, այդքան էր դիտվում, այդքան էր կարդացվում, բայց որ կա այդ ձեր ասած կոշտացվող հայտարարությունները, դրանք միանշանակ են եւ ինչու է դա արվում։ Պարզ է, որ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանը վաղը չի դուրս գալու ԵԱՏՄ-ից։ Պարզ է, որ այդ Եվրոպական միություն մտնելու այդ օրինագիծը կամ այդ գործընթացը սկսելու օրինագիծը արդեն 1 տարուց ավել է ընդունվել է։ 2 տարի։ Ինչու է հիմա սրվել։ Ընտրություններ են։ Եթե 2021 թվականին Ռուսաստանը չուներ հստակ ֆավորիտ ընտրությունների մասնակիցների տեսանկյունից, այսինքն կար պայմանավորվածություններ, կար Հայաստանի իշխանություն եւ ցանկանում էին այդ պայմանավորվածությունները շարունակեին։ Հիմա ինձ թվում է դեմ չեն լինի, որ Հայաստանում լինի իշխանափոխություն, դա ակնհայտ է։ Անկամ գոնե լինի մի իրավիճակ, որ բանը իշխանությունից հետո ամբողջ ընդդիմությունը խորհրդարանում լինի պայմանական պրոռուսական ուժերը ներկայացված։ Դրա համար այն ինչ որ հիմա արվում է, ենթադրում եմ եւ դա խոսում են գազի գնի հնարավոր փոփոխման մասին, խոսում են սահմանափակումների մասին, առևտրային, խոսում են ազդեցությունների մասին, բիզնեսի վրա, մյուսի վրա, հստակ սեգմենտներով, իսկ գազը ընդհանրապես վերաբերում է բոլորին, հա։ Սա ինձ թվում է ավելի շատ ոչ թե խոսակցություն է Հայաստանի իշխանությունների հետ, ոչ այնքան դա եւս, այլ խոսակցություն է նաեւ Հայաստանի էլեկտորատի հետ ընտրություններից առաջ, որ տեսեք հնարավոր են նման իրավիճակներ, բայց չգիտեմ, չեմ կարծում, որ դա էլի մեծ ազդեցություն կունենա, որովհետև կարող է հաշվի առնելով տրամադրությունները, կարող է դա հակառակ էֆեկտի բերել գոնե կարճատև ուրեմն ժամանակահատվածում։ Երբ որ խոսում են հնարավոր հետևանքների մասին, ազդակների մասին եւ ապագայի մասին նաեւ օգտագործվում է Հայաստանի ուկրաինիզացիա տերմինը, ասում են, այ Հայաստանը գնում է ուկրաինիզացիայի ճանապարհով։ Դուք այս ամիս ունեցաք լինել Ուկրաինայում, ճակատին ոչ շատ հեռու, մոտ, նաեւ մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում։ Ձեր տպավորությամբ այդ տերմինը, որ օգտագործվում են, ինչքանով է ընդհանրապես տեղին եւ ինչ իրավիճակ էր Ուկրաինայում, նաեւ կուզեմ կիսվեք այդ։ Ռուսերեն խոսքա պուգալկա։ Այդ տերմինը դա վախեցնող ինչ որ տերմին է, հա, որ ուկրաինիզացիայի ճանապարհով է, ուկրաինացման ճանապարհով է գնում։ Նախ այն ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում եւ այն ինչ հիմա կատարվում է Հայաստանում, դրանք ամբողջությամբ տարբեր գործընթացների մասին է խոսքը։
եւ Ուկրաինայի կարեւորությունը Ռուսաստանի համար եւ Հայաստանի կարեւորությունը Ռուսաստանի համար առհասարակ համադրելի кейսեր չեն, որ դրա համար խոսես ուկրաինացման մասին։ Ուղղակի մեդիա տիրույթում ինչպես որ Հայաստանը փոխում է աշխարհակաղակական վեկտոր արտահայտությունը, այնպես էլ ուկրաինացումը դրա հետ եկող ինքը շատ լավ կլանվող եւ հասկանալի ինչ որ լեյբլներ են եւ այդ կլանվող դա վաճառվում է էլի նույն աուդիտորիային։ Չէ, այդպես չէ, որովհետև ինչ պետք է լինի ուկրաինացման համար, պետք է պատերազմ լինի, չէ, Հայաստանի դեմ, եթե մենք խոսում ենք ուկրաինացման մասին, եթե ամբողջությամբ նմանացնում ենք այդ երկու ուրեմն իր երևույթները կամ այդ երկու օրինակները, չի կարող նման բան լինել։ Նախ Հայաստանը չի պատրաստվում գոնե այս պահին ՀԱՏՄ-ից դուրս գալ, բ ընդհանուր սահման չկա պատերազմ անելու համար, այսինքն Հայաստանը նախ պետությունը չի էլի, այսինքն իր ռեսուրսներով, չգիտեմ, ռազմավարական խորքով եւ այլնով, որ այսինքն դրա մասին խոսել առհասարական հիմն է։ Կարող է լինել տնտեսական պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, կարող է լինել գազի գնի թանկացում։ Այն ինչ որ Պուտինը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ապրիլի 1-ին հստակ հայտարարեց այդ երկու ռիչագների մասին, այդ երկու լծակների մասին, որոնցով կարող է ազդել շուկան, որ մեր գյուղմթերքի են վաճառվում եւ էներգետիկան։ Բայց այստեղ պետք է հասկանալ մեկ շատ կարեւոր բան։ Հայաստանին, Ռուսաստանի եւ ոչ միայն Հայաստանի ժամանակին Ռուսաստանի աշխարհակաղակական տիրույթում պահող հիմնական գործողն եղել է անվտանգությունը։ Հիմա այդ մի ամենակարևոր լծակը գոյություն չունի, գրեթե զրոյացվել է։ Տարբեր պարամետրերով կարող ենք չափել։ Երեկվա ռազմական շքերթն էլ դրա նաև ցուցադրություններ կարելի է ասել։ Այսինքն մնացել է երկու լծակ, մեկը տնտեսականը, մեկը էներգետիկը։ Եթե այդ երկու լծակն էլ օգտագործես, դու էլ լծակ չես ունեն այս երկիրը քո չգիտեմ աշխարհակաղակական տիրույթում պահելու կամ այս երկրի վրա ազդելու։ Ինչպես ժամանակին համեմատելի չեն, իհարկե ցանկացած համեմատություն կաղում է։ Ամերիկան ոնց էր փորձում ազդել Թուրքիայի վրա, ասում էր կընդունեմ հայոց ցեղասպանությունը, չէ՞։ Բայց չէր մինչև վերջ օգտագործում, որովհետև հասկանում էր դա մի կրակոց է, եթե կրակում ես, ել չես կարող կրակել այդ փամփուշտով։ Հիմա նույն բանն է։ Երկու լծակ է մնացել։ Եթե զրոյացնես այդ երկու լծակները, այո, Հայաստանի տնտեսության համար շատ ծանր կլինի, բայց տնտեսությունները չեն մանում, տնտեսությունները ադապտացվում են։ Ինքը ինչ որ շրջան հետո կարող է ադապտացվել այդ իրավիճակին։ Դրա համար ճիշտ չեմ համարում այդ մեծ հաշվով այդ տերմինի կիրառությունը, եւ եթե մի քանի օրով լինես Ուկրաինայում, կհասկանաս, որ իսկապես այն լրիվ ուրիշ իրավիճակ է եւ դա պատերազմ է, դա լայնամասշտաբ պատերազմ է իր ամբողջ վատ հետևանքներով, որ մարդիկ չգիտեն այսօր որ քնեն վաղը կարթնանան թե ոչ, մարդիկ չգիտեն քնեն թե իջնեն ուրեմն ռմբապաստարաններում քնեն, բայց այնուամենայնիվ այն ինչ որ եթե զուտ խոսեմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին, այն ինչ որ ես եմ տեսել, այն քաղաքներում, որ մենք ենք եղել, այսինքն լրագրողական այցի շրջանակներում, բավական կազմակերպված, իսկապես հասարակությունն ու պետությունը ռազմական ռելսերի վրա դրած, մենք որ 44 օրյա ժամանակ ասում ենք, այ պետությունը պետք է ռազմական ռելսերի վրա կանգնի, այնտեղ դա տեսնում ես, որ իսկապես ռազմական ռելսերի վրա է կանգնած բոլոր ոլորտներում, այդ թվում թվային, այսինքն կան հատուկ տելեգրամային ալիքներ, կան հատուկ հավելվածներ, որոնց միջոցով մարդիկ ստանում են շատ նախնական, այսպես վիճակում տեղեկատվություն եւ ուրեմն շրջակներն են սկսում հնչել, որ արդեն մոտենում են ռուսական ինքնաթիռները կամ ռուսական հրթիռները, որ մարդիկ այդ բային փնտրեն արդեն եւ ռմբապաստարաններում պատսպարվեն։ Որովհետեւ պատկերացումները Ուկրաինայում կատարվողի մասին մեր հայալեզու լսարանը ոչ միշտ է ստանում առաջին ձեռքից եւ բացառիկ հնարավորություններից մեկը 4 տարուց ավել մեկն է 4 տարուց ավել է որ այնտեղ պատերազմ է ես երևի հաստատ երկու ձեռքից մատնեի վերակայացում հայ լրագրողների թիվը որոնք կարողացել են այցելել կամ ռեսուրս են գտնել այցելելու համար Ուկրաինա եւ այդ տեսակետից ինչքանով է կարեւոր որ մարդիկ տեսնեն առաջի ձեռքից այդ ինֆորմացիան շատ կարևոր է եւ եթե չեմ սխալվում այն ինչ որ մենք ենք արել դրա արդյունքում մեկ մեծ հոդված ենք հրապարակել մեկ փոքր տեսանյութ այնտեղից թե ինչ է կատարվում որտեվ մեր այցը համընկավ ամենամեծ օդային հարվածի հետ
ուրեմն Կիևում, այո, այդ օրերին որ տեղի ունեցավ, ինչպես իրենք էին ասում ուկրաինական կողմներ ասում, պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ օդ, ամենամասշտաբային օդային հարվածներ եւ իսկապես որ գիշերվա ժամը 3-ին արթնանում ես ու քո կողքը պայթյուններ ես լսում, թեպետ չգիտես դա իրենց հոպի աշխատանքի հետևանքով եկող պայթյուններն են, թե այդ պահին, չգիտեմ, ԱԹՍ կամ հրթիռներ են պայթում, դա իսկապես վախենալու է եւ իջնում ես ռմբապաստարա մյուսների նման եւ իսկապես դա ընդհանրապես փոխում է պատկերացումները այդ կոնֆլիկտի մասին եւ շատ եւ մի հարցազրույց են հրապարակել Պոդոլյակի հետ, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականն է, եւս 1 կամ 2 ռեպորտաժ պետք է հրապարակենք։ Տպավորություն է Հայաստանում, երբ որ խոսում են Ուկրաինայում պատերազմի մասին, ռուսական ներխուժման մասին, որ դա մեզ հետաքրքրում է եւ դա արտահայտվեց նույնիսկ եվրոպական սամիթի ժամանակ, երբ որ Զելենսկին ուղղված հարցներ այդ ֆոսֆոր օգտագործելու լեգենդի մասին 44-օրյա պատերազմի ժամանակ եւ գուցե տեղեկատվության պակաս թե որ շատ բնական է որ պատերազմ տեսած, չասեմ էլ ինչ արարողներ տեսած հասարակությունը, ժողովուրդը ապրումակցի ուկրաինական ժողովրդին, բայց այդ տեսակետից ոնց որ ձախողում ենք։ Ինձ թվում է այստեղ մի քանի բաներ են ազդեցություն ունեցել եւ այդ ազդեցությունը այսօրվա չի։ Դա ձևավորվել է մեր կոնֆլիկտի պատմության ընթացքում։ Մեր մոտ եղել է այն մոտեցումը կամ այն ընկալումը, որ Ուկրաինան ինչպես եւ Իսրայելը պրոադրբեջանական են, չգիտեմ Ռուսաստանը պրոհայկական է, հա, կամ այլ երկիր Ֆրանսիան պրոհայկական է, ընդհանրապես վերցնենք դա։ Խնդիրն այն է, որ Ուկրաինան զենք վաճառող պետություն է եղել այդ ժամանակ։ Այն ինչ որ մնացել է Խորհրդային Միությունից եւ այլ, եթե Հայաստան իրեն զենք առներ, ենթադրում է, որ մեծ հաճույքով կվաճառեր այդ նույն զենքը ժամանակին Հայաստանի։ Խնդիրը այստեղ պրոյի եւ կոնտրայի մասին չի, առհասարակ, հա, եւ կա մեծ ներդրումներ, որ պետք է հասկանանք, Ադրբեջան պետությունը շատ մեծ ներդրումներ է կատարում տարբեր պետություններում, այդ թվում Ուկրաինայում։ Մենք այդ շրջանում, որ մենք տեսնում ենք ճանապարհներով անցնում ենք, ասենք Սոկարի լցակայանները, բենզալցակայանները Ուկրաինայում եւ ինքը համարվում է պրեմիում այնտեղ։ Իրեւ շատ բենզալցակայաններ կան, Սոկարինը համարվում է պրեմիում։ Այսինքն դու միանգամից տեսնում ես այդ ազդեցությունը այնտեղ ինչպես է նյութականանում, ինչպես կարող է նյութականանալ։ Դրա համար, այսինքն այդ շատ պրիմիտիվ պրիզմայով ասել, որ սա պրոադրբեջանական է, նա պրոհայկական է եւ այլ, այստեղ պետությունների խնդիրն է ենթադրում, որ պետք է աշխատեն եւ այդ աշխատանքի արդյունքում բալանսի բերեն այդ ազդեցությունները եւ դրա արդյունքում այդ տարբեր տարիների տեղեկատվական ուրեմն աշխատանքի արդյունքում ձևավորվել է այդ մոտեցումը, որ Ուկրաինան պրոադրբեջանական է, դրա համար այն ինչ որ տեղի ունենում հիմա Ուկրաինայում, այն կալվում է նրա տեսանկյունից, որ ոնց ասեմ, զոհը շատ հաճախ ոչ թե զոհին ապրումակցում է, այլ շատ հաճախ կներեք իմ արտահայտության ժամանակ փորձում ուզում է տեսնել եւ մեկ այլ զոհի, որ մտածի որ ինքը միայնակ չի։ Գուցե սա է, էլի, ես կարող եմ սխալվել, հոգեբան չեմ, էլի չեմ կարող բան անել, բայց մոտավորապես այդ բանը կա, որ այ որ մեր հետ անում էին ժամանակին, դուք ինչ էիք անում դրա համար, իսկ մենք ինչ պետք է անենք հիմա ձեր համար։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։